Добрый день, уважаемые друзья! Сегодня у нас в гостях новый директор. Яркая и элегантная Անուշ Բայանդուրյան. Բարև ձեզ Աննա ջան, շնորհակալ եմ ջերմ խոսքերի եւ հյուրընկալելու համար։ Ануш, расскажите, пожалуйста, какой этап на пути к статусу директора был самый сложный и как вы его преодолели? Աննա ջան, անկեղծ ինձ համար շատ դժվար էր սեփական բիզնես ունենալուց հետո զբաղվել ցանցային մարքեթինգային բիզնեսով, բայց հետաքրքրությունը շատ մեծ էր եւ 1 տարի անդադար աշխատելուց հետո ես կարողացա կար ժամանակահատվածում բացել տնօրեն եւ ավագ տնօրեն ստատուսները, բայց ավաղ ինձանից շատ երկար ժամանակ պահանջվեց, որ կարողանամ հաստատել, բնականաբար խանգարող հանգամանքները շատ էին, պատերազմներ, պանդեմիա, բայց բնավորությամբ այնքան համառ եմ, բացի դրանից ես ուսումնասիրել եմ մեր մարքեթինգ պլանը, ինձ համար շատ հետաքրքիր էր, որ այստեղ կան սահմանափակ եկամուտներ աշխատելու հնարավորություն եւ իմ համառության աշխատասիրության շնորհիվ կարողացա 2024 թվականին հաստատել իմ տնօրինական ստատուսը։ Какие 3 действия нужно выполнить, чтобы достичь статуса директор в сотрудничестве с компанией Faberlic? Աննա ջան, մեր բիզնեսում շատ կարևոր է առաջինը մարդկային փոխհարաբերություններ ստեղծելը, շատ կարևոր է, երբ որ դու կարողանում ես քո գործընկերների հետ ստեղծել փոխադարձ հարգանք, վստահություն, երկրորդը պլանավորված աշխատել, բնականաբար ունենաս քո բիզնեսի ապագայի տեսլականը եւ սերը քո աշխատանքի հանդեպ։ Расскажите